Գրված է. ամենամեծ գանձը, որ կարող ենք պահել մեր ձեռքում, Աստծո գրավոր խոսքն է, որովհետև երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Աստծո խոսքը հավիտյան է մնում։ Այս խոսքի մեջ է նա մեզ հայտնել մարդկության համար իր կատարյալ ծրագիրը։ Սկզբում ասված խոսքը հայտնվեց մարգարեներին, հետո գրվեց, ավելի ուշ Աստված օգտագործեց առաքյալներին, որոնք մեզ թողեցին իրենց վկայությունը։ Այսպիսով մեզ որպես ժառանգություն են տրվել հին և նոր կտակարանները։ Հին կտակարանում գտնում ենք խորհրդապատկերներ, պատվերներ և խոստումներ, իսկ նորում զարմանալի տեղեկություններ այն մասին, թե ինչպես Սուրբ գրքի համապատասխան հատվածները իրականացան ճշգրիտ կերպով, բառացիորեն։ Նոր կտակարանը սկսվում է մարգարեությունների իրագործումով։ Հովհաննես Մկրտիչը խոստացված մարգարեն էր, մեր Տերը խոստացված փրկիչը, ճշմարիտ հավատքը հիմնված է խոստացված խոսքի վրա։ Հիսուս Քրիստոսի ծնունդը, կյանքը, ծառայությունը, չարչարանքները և մահը, ամեն ինչ մինչև իր հարությունն ու համբարձումը իրականացան ճիշտ այնպես, ինչպես մարգարեների միջոցով նախապես ասվել էր։ Աստված գրել տվեց պատմական իրադարձությունների ընթացքը հարյուրավոր և հազարավոր տարիներ առաջ։ Պատմաբանները նկարագրում են իրադարձությունները դրանց կատարվելուց հետո, մինչդեռ Աստված վերջը գիտեր սկզբից առաջ, ահա թե ինչու ամեն բան կարող էր գրել նախօրոք, ինչ հրաշալի է այդ։ Մեր Տիրոջ և Փրկչի առաջին գալստի ժամանակ իրականացան 100-ից ավելի մարգարեություններ, սկսած Ծննդոց 3:15 համարում արված խոստումից, որը վերաբերում էր կնոջ սերնդին, ով պիտի ջախջախեր օձի գլուխը, մինչև Մաղաքիա 3:1 համարում արված խոստումը, որտեղ գրված է, որ Տերը գալու է իր սուրբ տաճարը։ Անշուշտ շատերը կզարմանային, եթե նշենք Նոր կտակարանի բոլոր այն հատվածները, որոնց մեջ վկայակոչված է հին կտակարանը, ասելով ինչպես գրված է, կամ ինչպես ասում է գիրքը, կամ որպիսի կատարվեն մարգարեների ասացները։ Ղուկաս 24-րդ գլխում Մարությալ Քրիստոսը Էմավուսի երկու աշակերտներին բացատրեց Սուրբ գրքի այն բոլոր հատվածները, որոնք վերաբերում էին իրեն Մովսեսից մինչև մարգարեները։ Նույն բանը նա կաներ այսօր։ Նա, ով ուզում է իմանալ Աստծո ծրագրերը, պետք է Աստվածաշնչի մեջ փնտրի համապատասխան խոստումները։ Աստված ամեն բան անում է իր խոսքի համաձայն և ասում է մարդկանց. «Քանզի իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և իմ ճամփաները ձեր ճամփաները չեն, կսե Տերը, հապա որչափ երկինքը երկրեն բարձր է, այնչափ իմ ճամփաներս ձեր ճամփաներեն բարձր են, և իմ խորհուրդներս ձեր խորհուրդներեն»։ Եսայի 55:8-9։ Բայց մենք կարող ենք աղաչել Տիրոջը, ինչպես մի ժամանակ ասել է Մովսեսը. «Եթե քո առջևդ շնորհք գտա, ինձի ցուցուր ուրեմն քո ճամփադ»։ Ելից 33:13։ Նա, ով իսկապես շնորհք է գտել Աստծո առջև, կճանաչի Աստծո ճանապարհները իր ժողովրդի վերաբերյալ և մասնակից կլինի Աստծո գործին այս ժամանակներում։ Մենք պետք է Սուրբ Գիրքը ուսումնասիրենք ավելի մանրամասն, քան երբևէ, իմանալու համար, թե ինչ է մեզ սպասում։ Ակնհայտ է, որ բոլոր պաշտոնական և անկախ եկեղեցիները վկայակոչում են Սուրբ Գիրքը։ Յուրաքանչյուրն ասում է. գրված է, բայց շատ հաճախ խոսքը մեկնաբանում են իրենց ուզածի պես և այդպիսով աղավաղում, այսինքն Աստծո խոսքը հանում են կոնտեքստից և սխալ օգտագործում։ Այդ վիճակում Տերը գտավ իր ժամանակի վարդապետներին։ Առանց այդ գիտակցելու նրանք Աստծո ճշմարիտ խոսքի զորությունը մերժել էին և մարդկանց հնազանդացրել իրենց սեփական ավանդույթներին և ուսմունքներին։ Մարկոս
7:13 Սատանան չի ժխտում ոչ Աստծո գոյությունը, ոչ էլ նրա խոսքը Ղուկաս 4:1-13 Մինչդեռ նա ձգտում է խոսքին տալ իր սեփական մեկնաբանությունը կամ կասկածի տակ դնել Աստծո խոսքը կարելի է անընդհատ կրկնել գրված է կամ ոտքից գլուխ զարդարվել սուրբ գրային համարներով բայց չունենալ ոչ մի աստվածային հայտնություն եւ այդպիսով գտնվել Աստծո կամքից դուրս հայտնության եւ մեկնաբանության մեջ մեծ տարբերություն կա առաջինը գալիս է Աստծուց մյուսը սատանայից մեկը կյանք է բերում մյուսը մահ այնքան ժամանակ քանի դեռ Ադամն ու Եվան հավատում էին Աստծո խոսքին եւ գործում խոսքի համաձայն հավիտենական կյանք ունեին բայց երբ լսեցին առաջին օծի մեկնությունը նետվեցին մահվան մեջ ծննդոց 3 գլուխ շատերն են լքել կյանքի ծառը հանուն կարծեցյալ գիտության նրանք իրենց իմաստուն են կարծում բայց հոգևորապես մեռած են եւ հեռացած Աստծո խոսքից եւ այդպիսով հեռացած Աստծուց ինչպես ասվում է 2 Տիմոթեոս 3:5 նրանք աստվածպաշտության կերպարանքն ունեն բայց նրա զորությունը ուրացել են երբ թշնամին անապատում փորձեց Տիրոջը վկայակոչեց Աստծո խոսքը եւ ասաց գրված է Հիսուսն իմանալով որ այս խոսքը հանվել է կոնտեքստից ամեն անգամ մերժեց ասելով գրված է նաեւ Եդեմի պարտեզից սկսած սատանան նույն ռազմավարությունն է օգտագործում եւ միջև վերջ կպահի այն նա հրապուրում է մարդկանց սուրբ գրքին տալով իր սեփական մեկնությունը եւ հենց դրա դեմ է մեզ զգուշացնում 2 Պետրոս 1:20 համարը բոլոր սուտ մարգարեները Մատթեոս 24:24 եւ բոլոր սուտ առաքյալները 2 Կորինթացիս 11:13 ներկայանում են որպես Քրիստոսի կողմից ուղարկվածներ քանի որ սատանան էլ է ներկայանում լուսո հրեշտակի կերպարանքով ուրեմն մեծ բան չէ որ նրա ծառայողներն էլ արդարության ծառայողների կերպարանքն առնեն որոնց վերջն էլ իրենց գործերի պես կլինի 2 Կորինթացիս 11:14-15 Սուրբ գրային համարների սխալ եւ աղավաղված մեկնությունների պատճառով բոլոր ուղղություններին պատկանող քրիստոնյաների խմբերը անկախ իրենց կամքից ընկել են մոլորության մեջ Աստծո խոսքը պետք է ապրել եւ ոչ թե մեկնաբանել Աստծո մարգարեական խոսքը պետք է դիտել իր իրագործման մեջ մեր Տերը որպես խոստացված փրկիչ իրավունք ուներ օգտագործելու սուրբ գիրքը խոսքով սատանային տապալելու համար նույնպես Աստվածաշնչին հնազանդվող հավատացյալները որոնք հավատում են այս ժամանակի համար խոստացված խոսքին ունեն նույն իշխանությունը եւ օրինական կերպով կարող են վկայակոչել սուրբ գիրքը արդարացի է այս հարցը ինչպես կարելի է իմանալ թե որտեղ է քարոզում ճշմարիտ խոսքը եւ ովքեր են նրանք որոնք անձամբ Քրիստոսից են ստացել հանձնարարություն խոսելու իր անունով Հիսուսն ասում էր նրանց ում ուղարկել էր ով որ ձեզ է ընդունում ինձ է ընդունում եւ ով որ ինձ է ընդունում ինձ ուղարկողին է ընդունում Մատթեոս 10:40 Հովհաննես 13:20 համարում նա ասում է ճշմարիտ ասում եմ ձեզ ով որ ընդունի նրան ում ես կուղարկեմ ինձ է ընդունում իսկ ինձ ընդունողն ինձ ուղարկողին է ընդունում Իր հարությունից հետո մեկ անգամ էլ հաստատեց, որ իր աշակերտներին ընտրել էր ծառայության համար եւ ասաց. «Ինչպես Հայրը ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»։ Հովհաննես 20:21։ Առաջին եկեղեցում Աստծո կողմից ուղարկված էր համարվում միայն նա, ով անձամբ Տիրոջից էր իրական կոչում ստացել։ Գործք 22:14։ Ամեն մարդ, ով իսկապես Աստծուց է կանչվել, պետք է կարողանա Պողոսի նման ասել. «Իմացնում եմ ձեզ, եղբայրներ,
Այն ավետարանը, որ իմ կողմից ավետարանվեց, մարդուց չէ, որովհետև ես էլ ոչ մարդուց ստացա այն, ոչ էլ սովորեցի, այլ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ Գաղատացիս 1:11-12։ Պետրոս Առաքյալը տալիս է պարզաբանում իրենց քարոզչության վերաբերյալ։ Եվ սա այն խոսքն է, որ ձեզ ավետարանվեց, առաջին Պետրոս 1:25։ Նա խոսում էր մարգարեների միջոցով ասված խոսքի մասին։ Հովհաննես Առաքյալն էլ ավելի զորավոր հայտարարություն է անում ասելով. մենք Աստծուց ենք, ով որ Աստծուն ճանաչում, լսում է մեզ, ով որ Աստծուց չէ, չի լսում մեզ։ Սրանով ենք ճանաչում ճշմարտության հոգին եւ խաբեության հոգին, առաջի Հովհաննես 4:6։ Աստծո թագավորության մեջ ոչ մի տեղ չկա Աստծո խոսքի վերաբերյալ փիլիսոփայական փաստարկների համար։ Աստծո մարդիկ կրողներն են բնօրինակ խոսքի, այսինքն մաքուր, աստվածային պատգամի։ Մեր Տեր Հիսուսն ասում է, որովհետև նա ում Աստված ուղարկեց, Աստծո խոսքն է խոսում։ Հովհաննես 3:34։ Հովհաննես 8:43 համարում նա հարցնում է. ինչու իմ խոսքերը չեք հասկանում, եւ անմիջապես պատասխանում է այդ հարցին, որովհետև չեք կարող իմ խոսքը լսել։ Նա ասում էր այն ժամանակվա դպիրներին ու փարիսեցիներին. Աստծուց եղողն Աստծո խոսքերը լսում է, դուք նրա համար չեք ականջ դնում, որ Աստծուց չեք։ Հովհաննես 8:47։ Սրանով մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի քննելու եւ իմանալու, թե ինչ չափով է ինքը հոգևոր, այսինքն հավատում եւ ամբողջությամբ ընդունում է Աստծո խոսքը առանց ներքին հակառակության, թե ոչ մի ներքին կապ չունի խոսքի հետ։ Պաշտամունքների ժամանակ հաճախ կարդում են այստեղից, այնտեղից աստվածաշնչյան հատվածներ, բայց հետո քարոզողը ներկայացնում է իր սեփական մտքերը եւ չի մնում խոսքի սահմաններում։ Եկել է ժամանակը ամեն ինչ մանրամասն քննելու։ Այն ամենը, ինչ կատարվում է հոգևոր ոլորտում, պետք է համեմատվի Աստծո խոսքի հետ։ Այն, ինչին հավատում ենք, այն, ինչ քարոզում ենք, պետք է միաբան լինի Աստծո խոսքի հետ, եթե ուզում ենք, որ դա կանգուն մնա Աստծո առաջ։ Հայտնությամբ էր, որ Պողոս Առաքյալը գնաց Երուսաղեմ համեմատելու համար իր քարոզչությունը սկզբնական խոսքի հետ, ինչպես այն տրվել էր հենց սկզբից։ Նա ներկայացրեց այն ավետարանը, որ քարոզում էր հեթանոսների մեջ համոզվելու համար, որ իզուր չի վազել։ Գաղատացիս 2:1-2։ Հաջողությամբ պսակված ծառայությունը դեռ չի նշանակում, որ քարոզչությունը ճշմարիտ է եղել։ Աստծո աչքում մեծ նշանակություն չունեն նույնիսկ դևեր հանելը, հրաշքներ գործելը, մարգարեանալը եւ այլն։ Մատթեոս 7:21-23։ Հիսուսը նույնիսկ մեզ զգուշացրել է վերջին ժամանակների սուտ օծյալների մասին, որովհետև սուտ քրիստոնյաներ եւ սուտ մարգարեներ վեր կկենան ու մեծ նշաններ ու սքանչելիքներ կանեն, մինչև որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։ Մատթեոս 24:24։ Ահա թե ինչու անհրաժեշտ է քարոզչությունը եւ գործունեությունը համեմատել առաքյալների սկզբնական վարդապետության հետ, ինչպես արեց Պողոս Առաքյալը։ Աստծո խոսքից շեղումների պատճառով մեր Տերը այսօր էլ կասեր, սակայն զուր տեղն են ինձ պաշտում, այնպիսի վարդապետություններ սովորեցնելով, որոնք մարդկանց պատվիրաններ են։ Մարկոս 7:7։ Այն, ինչ Աստծո խոսքի համաձայն չէ, կմերժվի Աստծո կողմից։ Աստված հոգի է, եւ նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությամբ երկրպագեն։ Հովհաննես 4:24։ Ճշմարտության խոսքը եւ ճշմարտության հոգին միշտ միասին են գործում։ Չենք կարող եւ չպետք է հոգևոր բաների մասին դատենք մարդկային չափանիշներով։ Նա, ով ուզում է հասկանալ Աստծուն եւ նրա ծրագրերը, պետք է ուսումնասիրի նրա անսխալական խոսքը, որովհետև նրանով է մեզ լիովին հայտնվում Աստծո կամքը։